Շիրակի մարզում նշվեց Անի համայնքի օրը, նախ բացվեց ծանրամարտի նոր դահլիճը, Մարալիկի երաժշտական դպրոցի վերանորոգված դասասենյակները, ապա նոր խաղահրապարակն ու Աշոտ Գ. ողորմած թագավորի ու Խոսրով Անուշ Թագուհու արձանները։ Ամեն անգամ այցելելուց Անի համայնք մի նոր բան ենք տեսնում այստեղ կառուցված ու մի նոր բացում ենք անում այստեղ, որը շատ ուրախալ է, որովհետև բազմապրոֆիլ է, թե խաղահրապարակներ երեխաների համար, թե զրուցարաններ մեծերի համար, թե երաժշտական դպրոցում ինչ որ նոր կառավարումով նոր հիմնանորոգված լսարաններ։ Մարզպետը նշեց, որ կառավարության աջակցությամբ համայնքում շարունակվում են զարգացման ծրագրերը կրթական, մարզական եւ ենթակառուցվածքային ոլորտներում։ Տոնական միջոցառումներին մասնակցում էր նաև Բուլղարիայի Նովոպազար համայնքի պատվիրակությունը։ To visit Ani municipality. Բուլղարիայի պաշտոնական պատվիրակության կազմում եմ, այստեղ ենք նշելու Անիի օրը համայնքի իրավերով եւ հաճելիորեն տպավորված ենք այս այցով, հանդիպեցինք Անիի մեր հարևանների, մեր ընկերների հետ։ Այստեղ շատ ընդհանուր բան տեսանք մեր եւ ձեր մշակույթների միջև, հուսով եմ ապագայում էլ ավելի կխորացնենք մեր հարաբերությունները։ Համայնքի ղեկավարի խոսքով Անի համայնքն արդեն իսկ համագործակցության հուշագիր ունի Բուլղարիայի Նովոպազարի հետ, իսկ առաջիկայում նախատեսվում է համագործակցություն նաև Ֆրանսիայի քաղաքներից մեկի հետ։ Անի համայնքը այսօր ուրախություն բոլորիս, արդեն միջազգային համագործակցության հուշագիր ունենք, Բուլղարիայի քույր քաղաք ունենք, որտեղ հյուրընկալել ենք եւ մենք հենց այդ առիթով էլ հրավիրել ենք, որ մեր գործընկերները մասնակցել մեր Անի համայնքի տոնին եւ այս պահին էլ ընդգծված մեր բոլոր համագործակցությունը հովանավորների միջազգային կազմակերպությունների միջոցով համագործակցությամբ ստեղծված խաղահրապարակ, մարզադահլիճ, հուշարձան պուրակ Բագրատունյաց։ Անի համայնքի օրվան նվիրված միջոցառումներն ավարտվեցին տոնական համերգով։ Քրիստինա Մկրտչյան, Մարտին Գևորգյան, լուրեր։